Հրապարակ թերթը գրում է արդարադատության նախարար Սրփու Իգալյանը նշանակման օրվանից կադրային ջարդ է սկսել նախարարությունում, ազատել են նախարարի տեղակալներին, որոշ վարչության պետերի, ստորաբաժանումների ղեկավարների։ Թերթի տեղեկություններով նախկին նախարար Գրիգոր Մինասյանի կադրերից ազատվելը ոչ միայն նրա ցանկությունն է, այլև վերևից իջած հրահանգ, անգամ չի խնայել իր համակուրսեցում, որը Մինասյանի հետ մտերիմ է եղել, գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է արշալույսները խաղաղ չեն հակակոռուպցիոն կոմիտեում։ Թերթի տեղեկություններով կոմիտեի նորանշանակ նախագահ Արթուր Նահապետյանը կադրային ջարդ է սկսելու։ Հակակոռուպցիոն կոմիտեում շատերը կամ սպասում են SMS-ի կամ Արթուր Նահապետյանի հետ հանդիպման, որ հասկանան իրենց հետագա ճակատագիրն ինչպես կառուցեն։ Չի բացառվում, որ կադրային ջարդը սկսվի հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի տեղակալներից, գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է քաղաքացիական պայմանագրում իրական Հայաստանի դեմ քննադատության ալիքը հատկապես բարձրացել է այն բանից հետո, երբ Փաշինյանը սկսել է падգամավորներին ծննդյան օրերին Չարենցի «Երկիր նայիրի» վեպը նվիրել։ Դրա մեջ հստակ ուղերձ են տեսել, թե Փաշինյանը հրահանգում է մոռանալ կատարվածը, հաշտվել կորուսյալ երկրի իրողության հետ։ Ի դեպ, հավանաբար այս բողոքի ձայնը հասել է վարչապետին, վերջին շրջանում նա ծննդյան նվերներ գրեթե չի անում, գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է ՔՊԱ-կան падգամավոր Հայկ Սարգսյանը դիմել է պետական պահպանության համար, ինչը ենթադրում է ավտոմեքենա ուղեկցողներ։ Օրենքով պետական պահպանություն տրամադրվում է նախագահին, վարչապետին, ազգային ժողովի նախագահին, այլ պաշտոնյաների, հասարակական, քաղաքական, կրոնական գործիչների ևս կարող է տրամադրվել վարչապետի որոշմամբ։ Թե ինչու է Սարգսյանը դիմել, նա թերթին չի գաղտնազերծել։ Падգամավորը վերջին շրջանում ելույթներ է ունենում քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների մասին եւ օրինագծեր է բերում առցանց խաղերի բիզնեսի դեմ, գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է Վաղարշ Աբրահամյանը, որ Խորենացու փողոցում գտնվող Ոսկու աշխարհ առևտրի կենտրոնի իրական շահառուն է, աշխատանքային բարեխիղճ պայմաններ չի ստեղծում իր կենտրոնի աշխատակիցների համար։ Թերթը շարունակում է ստանալ բողոքներ ոսկու վաճառքով զբաղվողներից, որ ամեն քառակուսի սանտիմետրի սեղանիկ է դրված ոսկու աշխարհում, իսկ պետքարան, անվտանգության մուտքեր եւ մեքենաների կայանման հարմարություններ պարզապես չկան ամենաաշխույժ առևտրի այդ կենտրոնում։ Իհարկե կա ավտոկայանատեղի, բայց Վաղարշ Աբրահամյանի եւ իր թիմակիցների համար է։ Շարքային վաճառականին անհասանելի է առևտրի կենտրոնի կայանատեղին, գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով մարտի 25-ին իրավապահները մտել են Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի տուն ու խուզարկություն սկսել, պայմանավորված մարտի 22-ին քաղաքապետի ամուսնուն պատկանող գազալցակայանի կրակոցներով, ինչի հետևանքով մեկ անձ սպանվեց։ Թերթը ուշագրավ տեղեկություն է ստացել այս գործով քննության վերաբերյալ։ Պարզվում է գազալցակայանի տեսանկարահանող սարքի հիշողության կրիչը չկա։ Իրավապահները փորձել են հասկանալ, թե ուր է հիշողության կրիչը։ Գազալցակայանի աշխատակիցները նրանց բացատրել են, թե տեսանկարահանող սարքը հիշողության կրիչ չի էլ ունեցել։ Իրավապահները կասկածներ ունեն, որ հիշողության կրիչը ոչնչացրել է միտումնավոր եւ չի բացառվում, որ հենց կրիչի փնտրտուքով է մտել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի տուն խուզարկության, գրում է թերթը։